Սա իմ պատկերացրած Սյունիքն է 2030-ին։ Facebook-ում այս օրերին նման գրառում հաճախ կհանդիպեք։ Ռեարմենիա հիմնադրամը մեկնարկել է նոր շարժում, որի նպատակը Սյունիքի երեխաներին ու երիտասարդներին արհեստական բանականության կրթությունը հասանելի դարձնելն է։ Որպեսզի մեր պատկերացրած Սյունիքն ունենանք 2030-ին, ինչա պետք այսօր անել։ Առաջի քայլը, որը պետք է անենք, այդ Սյունիքի երիտասարդներին զինելն է AI գործիքներով։ Արհեստական բանականությամբ զորացնելու հարցը համար մեկ հարցն է։ Facebook-յան օգտատերը ոչ միայն իր պատկերացրած Սյունիքն է ներկայացնում, այլև կոչ է անում ամեն մեկը մասնակցել դրամահավաքին, որ այս Giving Tuesday-ի ժամանակ է տեղի ունենալու դեկտեմբերի 2-ին դրամահավաք է տեղի ունենալու, ուտեղ հավաքած ամբողջ գումարը ծախսվելու է Սյունիքի երիտասարդներին AI գործիքներով զինելու վրա։ Այս շարժումը միավորում է երկու նախագծեր՝ AI կրթություն երեխաների համար եւ Սյունիքի AI դեսպաններ ուսուցիչների առաջնորդության ծրագիրը 17-ից 30 տարեկանների համար։ Այս կերպ ձևավորվում է մի շղթա։ Երեխաները սովորում են, երիտասարդները դասավանդում են, մարզնաճում է, մոդելն ընդլայնվում է ազգային մակարդակով։ Մարդիկ երբ որ անհանգստանում են, որ AI-ը կարող է փոխարինի մարդուն, իրականում AI-ը չի փոխարինելու մարդուն, այդ AI օգտագործող մարդիկ են փոխարինելու AI չօգտագործող մարդկանց։ Հիմա գերկարևոր է, որ մենք կարճ ժամկետներում մեծ քանակի AI օգտագործող, բայց հմտորեն օգտագործող հայեր ունենանք, ու մեր պլանն էլ մաքսիմում 5 տարում մինիմում 1 միլիոն հայ AI գրագետ, AI-ով զորացած ունենալն է, էլի։ Գաղափարը իրականություն դարձնելու համար պետք է հավաքել 60,000 ԱՄՆ դոլար։ Ինչքան շատ մարդ մասնակցի նվիրատվությանը, այնքան շատ սյունեցի կկարողանա զինվել նորարար կրթությամբ եւ զարգացնել մարզը։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։